ինչ էր ասում ինքը այն ժամանակ։ Սահմանազատման գործընթացից ինչ նորություն կա, տպավորություն է, որ գործընթացը կանգ է առել, ինչպես որ կար մտավախություն, որ թերթը չի հասնի օկուպացված տարածքներին։ Գիտեք, մենք դրա հետ կապված շարունակության տրամաբանության հետ կապված նույնպես մեր առաջարկությունը գրավոր կերպով փոխանցել ենք Ադրբեջանին եւ սպասում ենք նրանց Բայց քանի որ չեն արձագանքում, պարոն Փաշինյան, ոչ ապաշրջափակման առաջարկներին, ոչ սահմանազատման առաջարկներին, տպավորություն է, որ փակուղային իրավիճակ է։ Ես չեմ կարծում, թե փակուղային իրավիճակ է եւ մենք հետեւական շարունակելու ենք սահմանազատումը շարունակելու ուղղությամբ։ Հայ-թուրքական հարաբերություններն ինչ փուլում են գտնվում, քանի որ Անտալիայում նաեւ արտգործնախարարների մակարդակով հանդիպումը եղավ, երբ է բացվելու հայ-թուրքական սահմանը երրորդ երկրի անձնագիր ունեցողներին։ Դե ինչպես տեսնում եք, նախկինում ասվածին նոր բան ավելացնելու տեղեկատվություն չկա։ Համեցեք։ Սահմանազատման հետ կապված ինչ առաջարկներ են փոխանցել։ Առաջարկները գիտեք հետեւյալի մասին են, թե ինչ տրամաբանության եւ որ հատվածում շարունակել սահմանազատումը։ Նու գիտեք, որ ընդհանուր արդեն համաձայնություն կա, որ հյուսիսից հարավ, հիմա խնդիրն այն է, թե հյուսիսից հարավի որ հատվածում իրականացնենք, մենք մեր պատկերացումներն ենք ներկայացրել եւ սպասում ենք Ադրբեջանի արձագանքը։ Դե էլի աշխատանքային, քանի որ հարցը շատ նոր սահմանադրություն է Հայաստանում սահմանադրական արդարադատության նախարարությունը